Թերևս ամենաառեղծվածային տաճարը, որ երբևէ կառուցվել է Հայաստանում։ Արդյոք այն նշանավորելու էր Քրիստոսի երկրորդ գալուստը։ Ինչ գաղտնագրեր է թաքցնում Զվարթնոցի տաճարը։ Ինչու այն ավիրվեց եւ ինչու մնաց խոնարհված։ Ով է եղել Զվարթնոցի ճարտարապետը։ Արդյոք այն կապ ուներ քաղկեդոնականության հետ։ Ինչու կործանվեց ճարտարապետական գլուխգործոցը։ Հազարամյակների անեծք էր, թե բնական արհավիրք։ Փորձենք զատել իրականը առասպելից։ Զվարթնոցի տաճարը կառուցվել է մեր երկրի համար բարդ, բայց շահեկան ժամանակահատվածում։ 7-րդ դարում Հայաստանը քաղաքական անկախություն չուներ։ Երկրի արևմտյան մասը հպատակ էր բյուզանդական կայսրությանը։ Զվարթնոցի տաճար Արմավիրի մարզ, հեռավորությունը Երևանից 16 կիլոմետր, կառուցվել է Ներսես Տայեցի կաթողիկոսի օրոք 652 թվականին, կործանվել է 10-րդ դարում, կանոնավոր պեղումները սկսվել են 1904 թվականից Թորոս Թորամանյանի ղեկավարությամբ։ Երվանդ Քոչարի քանդակած այս արծիվը ցույց է տալիս Զվարթնոցի միջնադարյան տաճարի ճանապարհը։ Արծիվը արթնության նորոգման խորհրդանիշ է։ Գնանք այդ ճանապարհով, փորձենք բացահայտել առեղծվածային այդ տաճարի գաղտնիքները։ Այս տարածքը յուրօրինակ խաչմերուկ է, որտեղ բախվում են մեր պատմության տարբեր ժամանակաշրջանները, կրոններն ու մշակույթները։ Այստեղ է Ուրարտուի Ռուսա երկրորդ արքան թողել իր արձանագրությունը։ Ըստ Ագաթանգեղոսի այստեղ եղել է Տիրի տաճարը։ Եվ ապա այստեղ է խորվիրապից ելած Գրիգոր Լուսավորչին դիմավորել մեծ ընտրդատը։ Մեր բազմադարյա պատմության մեջ ոչ մի հանդիպում այդքան ճակատագրական վճռորոշ նշանակություն չի ունեցել, որքան դա։ Հեթանոս արքան ծնկի է գալիս եւ անասելի չարչարանքների ենթարկված սուրբը ներում ու մկրտում է նրան։ Զվարթնոց նշանակում է զվարթունների հրեշտակների դաս։ Միածինը երկնային զորքի ուղեկցությամբ այստեղ էր երևացել հայոց առաջին կաթողիկոսին եւ հրահանգել Էջմիածնի կառուցման վայրը։ Կարող էր արդյոք սուրբը ենթադրել, որ 350 տարի հետո այստեղ իր տեսիլքի տեղում հենց իր մասունքների վրա բարձրանալու էր իր կառուցած Մայր Էջմիածնին հակաթող տաճարը։ 320 տարի կանգուն մնալուց հետո այն փլուզվելու էր, մնալով անկրկնելի ու առեղծվածային։ Կործանումից շուրջ 10 դար անց բացահայտվեց Զվարթնոցի տաճարը։ Ինչու է այն համարվում ճարտարապետական չգերազանցված գլուխգործոց։ 7-րդ դարի 40-ական թվականներին հարևան գերտերությունների, Բյուզանդիայի, Խալիֆաթի ու Պարսկաստանի միջև ընթացող պատերազմների արդյունքում Հայաստանը մի փոքր շունչ է քաշում եւ արագորեն հասնում մշակութային այնպիսի զարգացման, որ պատմության մեջ այդ շրջանը նույնպես ստանում է ոսկեդար անվանումը։ Ճարտարապետության մեջ այդ ոսկեդարը մարմնավորվում է Զվարթնոցի վեհաշուք կոթողով։ Քսաներորդ դարի սկզբին Զվարթնոցի ավերակները դեռ ծածկված էին հողով։ Այդ հողաթմբին մոտեցավ տաղանդավոր մի հայ, մեզ հայտնի Թորոս Թորամանյանը։
Որքան մեծ էր հնագետ ճարտարապետի զարմանքը, երբ հողի շերտից դուրս եկավ ոչ թե տաճարի բեկոր, այլ Քրիստոսից առաջ 7-րդ դարի սեպագիր արձանագրություն։ Հետո վերջապես 7-րդ դարի քրիստոնեական եկեղեցին։ Պատմությունը կարծես թաքցնում էր առեղծվածային տաճարը։ Ըստ Թորոս Թորամանյանի տաճարը իրենից ներկայացնում է եռահարկ, կենտրոնակազմ, գմբեթավոր, բոլորակ տիպի շինություն։ Տաճարն ունեցել է 45 մետր բարձրություն և կառուցված է եղել 2 մետր բարձրություն ունեցող հարթակի վրա։ Ըստ Թորամանյանի տաճարի հորինվածքային հիմքում ընկած է հավասարաթև խաչը։ Խաչի 3 թևեր իրենցից ներկայացնում են կիսաշրջաններ, յուրաքանչյուրում 6-ական սյուն։ Թորոս Թորամանյանի մեկնաբանությամբ այստեղ հղացել է ճարտարապետի հանդուգն գաղափարը, ունենալ բոլորակ պատվանդան մեծ մասամբ կախված օդին մեջ։ Ոչ ոք չհավատաց Թորամանյանին, երբ նա ասաց այսպիսին է եղել Զվարթնոցը։ Դա անհավանական էր, նման չէր ոչ մի հայկական եկեղեցու։ Պատկերացնելն անգամ դժվար էր, որ հնարավոր է կառուցել այսպիսի մի շինություն։ Զուգադիպություն էր արդյոք թե նախախնամության նվեր, մեկ այլ տաղանդավոր ճարտարապետ, ակադեմիկոս Նիկողայոս Մարը, որ պեղումներ էր իրականացնում Զվարթնոցից հարյուրավոր կիլոմետրեր հեռու, պատմական անիում, հայտնաբերեց Գագիկ առաջին Բագրատունու արձանը, Զվարթնոցատիպ եկեղեցու մանրաքանդակը ձեռքին։ Այո, Հայաստան աշխարհում կառուցվել են նմանատիպ եկեղեցիներ։ Տաճարի ինքնատիպության տարերից մեկն էլ արևի այս ժամացույցն է։ Սովորաբար կիսաշրջանաձև կառուցվող ժամացույցն այստեղ շրջանաձև է և հատուկ հաղորդագրությամբ։ Ամենայն ժամ աղոթեք Աստծուն։ Մենք տեսանք Զվարթնոցի ճարտարապետական բացառիկությունը, կարելի է ասել նաև հիացանք շատերի պես։ Թորոմանյանի տեսլականը հաստատվեց, սակայն հենց դա էլ նորանոր հարցեր առաջացրեց, որոնց պատասխանները չեն տրվել մինչև օրս։ Ինչու հենց այսպիսի տաճար կառուցվեց, ինչ էր այն խորհրդանշում։ Հայտնի է, որ Զվարթնոցի տաճարի նախաձեռնողն ու կառուցողը Ներսես III Տայեցի կաթողիկոսն էր, որը շինարար պատվանունն էր կրում։ Նա այսօր կարող էր լինել տոնելի սուրբ, նրա անունը պետք է իմանար Զվարթնոցի անունն իմացող ցանկացած մարդ, բայց այդպես չէ։ Ինչու՞։ Ով էր Ներսեսը, փայլուն կրթությամբ բյուզանդական բանակի զորավարը, ինչ մտադրություններով էր վերադարձել Հայաստան։ Նայեք այս հուշաքարին, հունարեն գրված է, Ներսեսն է կառուցել, հիշեցեք։ Ինչու հունարեն, երբ 7-րդ դարում քրիստոնյա Հայաստանը ուներ իր գիրը։ Այն, որ Զվարթնոցի շինարական արձանագրությունը հունարեն է, զարմանալի չի,
7-րդ դարի համատեքստում, որովհետև նախ մենք հաշվի առնելով Ներսեսի այդ բյուզանդամետողվածությունը, երկրորդը այն, որ մեր վերնախավ պես տիրապետում էր հունարենին, չմոռանանք հունաբան դպրոցը, այսինքն այդ հունանից կատարվող թարգմանություններ հունարենը շատ ազատ կիրառվում էր եւ նույն Մաշտոց եւ իր աշակերտները սովորել են հունական դպրոցում եւ հաշվի առնելով նաեւ այն, որ Զվարթնոցը կառուցվել էր կայսրության փողերով եւ դրա մասին գրում է Սեբեոսը։ Մենք էլ դիմենք Սեբեոսին, տեսնենք ինչ է գրում պատմիչը Ներսես կաթողիկոսի մասին։ Սեբեոսը նախ գովերքում է Ներսեսին որպես հավատացյալ եւ արդար մարդ, ապա ասում, որ նա թույն էր պահել իր մեջ, որը դուրս թափեց Կոստանդիանոս կայսեր գալուց հետո։ Իհարկե կարելի է կռահել, թե ինչ նկատի ուներ Սեբեոսը, բայց ամեն պարագայում Ներսես կաթողիկոսը առեղծվածային ազնվորություն էր։ Ինչի նկատի ուներ Սեբեոսը, որը իդեպ հասարակ դպիր չէր, այլ եպիսկոպոս, ինչու է նա այդպես խոսում կաթողիկոսի մասին, ինչու էր կայսրը եկել Հայաստան, հպատակ երկիր։ Զվարթնոց տաճարի օծման արարողությանը անձամբ մասնակցել է Բյուզանդիայի կայսր Կոստանդ II-ը, ավելին պատարագը մատուցվել է բյուզանդական ծեսով, եւ հայոց կաթողիկոսն ու Բյուզանդիայի կայսրը միասին հաղորդություն են ստացել։ Ինչ է սա նշանակում քաղաքական եւ դավանաբանական առումով։ Դա նշանակում է, որ մեր եկեղեցու գլուխը, նրա առաջնորդը ընդունել է ուղղափառությունը։ Եվ դա նշանակում էր, որ ոչ միայն քաղաքական, նաև դավանաբանական առումով Հայաստանը ուրեմն հպատակ է Բյուզանդիային։ Դա նշանակում է, որ պաշտոնապես այդ դավանաբանական ուղղությունը հայկական եկեղեցին ընդունել է։ Մի հաղորդություն ստանալ դեռևս չի նշանակում որոշակի դավանափոխություն, երբ որ եկեղեցուցիսական համակարգի մեջ եւ հենց նույն հաղորդության խորհրդի մեջ որևէ փոփոխություն չի կատարվել։ Հետևաբար որևէ մատենագրական վկայություն չկա ասելու, որ այս շրջանում Ներսես տայեցու ժամանակ ուրեմն դա տեղի ունեցել որոշակի դավանական զիջում։ Այսպիսով Զվարթնոցի կառուցումը նախաձեռնողի եւ իրագործողի անունը հայտնի է՝ Ներսես Տայեցի կաթողիկոս։ Արևմտյան փայլուն կրթությամբ, բյուզանդամետ քաղաքական հայացքներով, բայց ազգային եկեղեցու հովվապետ։ Ինչ նպատակով էր նա Բյուզանդիայից Հայաստան վերադարձել եւ ինչ ծրագիր էր փորձում իրականացնել։ Բանալու տեսք ունեցող այս փոսի նշանակության շուրջ կարծիքները տարբեր են։ Ճարտարապետները ասում են, որ այն ծանրության թեթևացման համար է, իսկ հոգևորականները պնդում են, որ այստեղ թաղվել են Գրիգոր Լուսավորչի մասունքները։ Պատմիչները նույնպես վկայում են, որ Ներսես կաթողիկոսը այս տաճարում է ամփոփել Գրիգոր Լուսավորչի սուրբ մասունքները։ Հիշենք այս տաճարի պաշտոնական անվանումը՝ Առապարի Սուրբ Գրիգոր։ Եվ հնարավոր է արդյոք, որ հայոց եկեղեցու հիմնադրի սուրբ մասունքների վրա կառուցվեր այլադավան եկեղեցի։
Կարծում եմ, ճիշտ ժամանակն է ուղևորվել Սուրբ Էջմիածին եւ իմանալ, ինչ տեսակետ ունի Զվարթնոցի մասին մեր եկեղեցին։ Արդյոք ճիշտ է այն տեսակետը կարծիքը, որ մենք 7-րդ դարում քաղկեդոնականություն ենք ընդունել եւ Զվարթնոցը քաղկեդոնական տաճար է։ Երբ բյուզանդական կայսրությունը իր գագաթնակետին էր հասել հզորության, քաղկեդոնականությունը սկսում է տարածվել կամ պարտադիր կերպով, բռնի ուժով կամ տարբեր աստվածաբանական փիլիսոփայական տերմինների ներմուծությամբ, այս պարագային չեն կարող ժխտել, որ կաթողիկոսը կայսեր հետ հաղորդություն էր ստացել, բայց որ դա քաղկեդոնականության ընդունում էր միանշանակ սխալ տեսակետ է, որովհետև քաղկեդոնականության ընդունումը տեղի չէր ունենում միայն մեկ պատարագի մատուցմամբ եւ հաղորդության ընդունումով, բացարձակապես ոչ։ Տեղի ունենում որոշակի իմաստով նախ այսպես կոչված դիպտիխների կամ հիշատակության տեքստերի մեջ անունների սրբագրումներ, որովհետև այդ անունների հիշատակությամբ էր նախ եւ առաջ աթոռը ընդունում Պոլսի աթոռի գերիշխանությունը եւ երկրորդ բոլոր արկա դավանաբանական ժողովածուների մեջ մտցվում էին անհրաժեշտ բանաձևերը եւ մի քանի այլ նմանատիպ քայլեր, որից հետո նոր եկեղեցի, ինչպես մենք ունենք արդեն օրինակները Անտիոքի եւ Ալեքսանդրիայի ուղղափառ քաղկեդոնական եկեղեցիների պարագային, դրանք ունենում էին նոր դրանից հետո ունենում էին քաղկեդոնական ուղղափառ եկեղեցու ստատուս աստիճան եկեղեցաբանական իմաստով։ Չեմ կարող ասել, թե ճարտարապետական իմաստով դա քաղկեդոնական չէր, որովհետև կային անշուշտ որոշ բյուզանդական շեշտեր, մասնավորապես բեմ կոչվածը, որ մինչև այսօր էլ բյուզանդական եկեղեցիներում քարոզության համար է։ Եվրոպացիներն այսօր իրենք խոսում են այն մասին, որ գմբեթը եվրոպական ընդօրինակված է հայերից եւ դրանից բնավ որևէ այսպես ասենք մշակութային շոկ չի առաջանում եվրոպացիների մոտ, սա շատ բնականon ընթացք է եւ դրա մեջ պետք չէ անպայմանորեն դավանաբանական, աստվածաբանական խիստ տարրեր փնտրել։ Զվարթնոց տաճարի դավանաբանական ուղղվածության մասին վեճը թողնենք աստվածաբաններին եւ պատմաբաններին ու շարունակենք մեր բացահայտումները։ Ինչ դավանանքի տաճար էլ եղած լինի Զվարթնոցը, բազում առեղծվածներ ունի։ Ում, ինչի էին սպասում այստեղ հայերը, արդյոք Քրիստոսի երկրորդ գալստյան։ Տեսա Սուրբ քաղաքը, նոր Երուսաղեմը, որ իջնում էր Աստծուց եւ երկնքից, զարդարված ու պատրաստված, ինչպես հարսը իր փեսայի համար։ Եվ երկնքից լսեցի մի ձայն, որ ասում էր. «Ահավասիկ Աստծո խորանը մարդկանց մեջ»։ Եվ նրա պարիսպները մեծ ու բարձր էին, ուներ 12 դուռ, 12 դռներին 12 հրեշտակներ։ Նրա դռները չէին փակվում զոր ու գիշեր, եւ գիշեր չէր լինում նրա մեջ։ Ինչպես հայտնի է, Զվարթնոցի տաճարը իր ճարտարապետական հորինվածքով կրկնում է գլխավոր սրբավայրի Երուսաղեմի հարության տաճարի ռոտոնդան, որտեղ գտնվում է Քրիստոսի գերեզմանը։ Այն բրգաձև եռամաս կառույց է եւ նմանատիպ է նաեւ Զվարթնոցը։ Եվ ուզում եմ ասել, որ հայտնության գրքում, որտեղ ի հայտ է գալիս երկնային Երուսաղեմը, այն հենց այդպես է նկարագրվում եւ մենք գիտենք, որ միջնադարյան պատկերագրության մեջ երկնային Երուսաղեմը հենց այդպես բրգաձև, աշտարակաձև, ուրեմն կառույց է։ Կարծիքներ կան, որ Զվարթնոցի ճարտարապետը խորագույն էզոթերիկ գիտելիքների տեր վարպետ է եղել եւ տաճարի միջոցով մարմնավորել է ողջ տիեզերքի օրինաչափությունները։ Ո՞վ է եղել ճարտարների այդ պետը։ Փորձենք պարզել Զվարթնոցի գաղտնագրերով։ Ասում են, այս գաղտնագրերի խորհրդաբանությունը հասնում է մինչ քրիստոնեական ժամանակներ, հեթանոսական գնոստիկների դպրոց, որոնց հիման վրա մեր ժամանակներում արդեն ձևավորվեցին մասոնական օթյակները։ Այդ գաղտնագրերում, որոնք հայտնաբերվել են Թորամանյանի կողմից, խորհրդաբանական շատ նշաններ կան։ Դիտարկենք թեկուզ հավերժության նշանը։ Անվիճելի փաստ է, որ հետագայում 18-րդ դարում մասոնները փոքր ինչ ձևափոխելով այս նշանները ստեղծել են իրենց այբուբենը։ Օրինակ սվաստիկան, հավերժության նշանը, խորհրդանշում է արևը։ Սվաստիկան արտացոլում է երկիր մոլորակի շարժումը, ինչը հայտնի էր հնագույն ժամանակներից։
Եռանկյունին նշանավորում է ոգու էջքը նյութի մեջ։ Ճարտարապետությունը նշանների համակարգ է։ Կրոնական ճարտարապետությունը տիեզերական խորհրդանիշերի արտացոլումն է քարի վրա։ Դա ավանդույթի ուժով փոխանցվել էր նաև առաջին քրիստոնյաներին։ Առաջին հարկաբաժինն ունեցել է 64 կամարաեզր, 6 եւ 4 ստացվում է 10, առաջնագործության ավարտուն թիվը։ Երկրորդ հարկաբաժինը 32 կամարաեզր, 3 գումարած 2, 5 է, մարդու խորհրդանիշը։ Վերջին հարկաբաժինն ուներ 16 կամարաեզր, 1 գումարած 6, 7 է, Աստծո խորհրդանիշը։ 7-ը առանցքային թիվ է կրոնական բոլոր ուսմունքներում։ Ես գտնում եմ, որ Զվարթնոցում հայտնաբերված այդ նշանները իհարկե գաղտնագրեր չեն։ Դրանք քարգործ վարպետների նշաններն են, որը մենք ունենք ոչ միայն Զվարթնոցում, այլև 7-րդ դարի մյուս եկեղեցիներում։ Այդ վարպետների նշանների մեջ մենք ոչ միայն տեսնում ենք խաչեր, կեռխաչեր, սվաստիկա եւ այլն, այլև տեսնում ենք տառեր եւ մեծամասամբ դա հայերեն եւ հունարեն տառեր են, կամ այդ տառերի միացագիրը, որ նշանակում է, որ այդ վարպետների անուններն են։ Կարծիք կա, որ Զվարթնոցի տաճարի պատերին քանդակված են հենց շինարարների պատկերներ։ Նույնիսկ փորագրված է նրանցից մեկի անունը՝ Յոհան։ Գուցե դա հենց ճարտարապետն է։ Միայն մեկ անուն է պահպանվել շինարարներից մեկի պատկերաքանդակի գլխավերևում՝ Յոհան, ոչ թե Հովանես, այլ Յոհան։ Դա առիթ է տալիս ենթադրելու, որ հենց նա է տաճարի ճարտարապետը։ Ես այդ ֆիգուրի մեջ տեսնում եմ Տրթատ թագավորին։ Որովհետև մենք գիտենք, որ Տրթատը, երբ որ օծվում է, նա ստանում է Հովանես անունը եւ իր գործը նմանեցնում է, նույնացնում է Հովանես Մկրտչի, ուրեմն առաքելության հետ։ Ժամանակային ու մշակութային զարմանալի թռիչքով Զվարթնոցի պատկերը հայտնվում է հեռավոր Եվրոպայում։ 13-րդ դարում կառուցված Փարիզի Սեն-Շապել եկեղեցու հարթաքանդակներից մեկի վրա այսօր էլ կարելի է տեսնել Զվարթնոցը Նոյան տապանի մեջ։ Ինչպես ում մտահղացմամբ, տեղեկագրերն այս մասին լռում են։ Փաստորեն Զվարթնոցի ճարտարապետը կառուցման ընթացքում հաշվի է առել բնագիտության եւ գաղտնագիտության բազմաթիվ օրինաչափություններ, բայց եթե դա իրոք այդպես է, ինչու այդքան մանրակրկիտ մտածված կառույցը 3 դար անց կործանվեց։ Պաշտոնական տեսակետն ասում է, որ այն ավիրվել է երկրաշարժից, բայց այդ դեպքում ինչու կանգուն մնացին բոլոր հարակից եկեղեցիները։ Եթե նույնիսկ երկրաշարժից է կործանվել, այդ դեպքում ինչու չի վերականգնվել հետագայում։ Ինքը լինելով հայկական ճարտարապետության եզակի կոթողներից մեկը, մեր հայկական ամբողջ զարդանախշերով, օրնամենտիկայով, ճարտարապետական հորինվածքներով կառուցված լինելով նա չմտավ ժողովրդի մեջ։ Գրեթե կարելի ասել ամեն եկեղեցի ունի իր ուխտագնացության օր, անկախ նրանից նա ավերակ եկեղեցի է, թե կանգուն եկեղեցի է, սակայն Զվարթնոցի պարագային դա չկա, եւ ժողովուրդը մի դաժան բնորոշում ունի, հանգած եկեղեցի, այսպես է անվանվում Զվարթնոցը իր այս կարելի ասել ինչ որտեղ քաղկեդոնիկության Միգուցե Զվարթնոցի տաճարն ի սկզբանե դատապարտված էր կործանման կառուցումից 1000 տարի առաջ, չէ որ Ուրարտուի ռուսա արքան այս անեծք սպառնալիքով զգուշացնում էր։ Ով որ այս արձանագրությունը փչացնի, ով փշրի, հողում թաղի, ով ջուրը գցի, ով տեղից իր շարժի, ով արևի արջևից առանձնացնի կամ ասի ոչնչացրու, ով ուրիշին ասի ես կատարեցի, ով որ անունս ջնջի եւ իր անունը գրի, լինի նա վանեցի, լինի լուլուրեցի, թող որ Խալդե, Թեյշեբա, Շիվինե աստվածները չխնայեն, թե անունը, թե սերունդը երկրի վրա չթողնեն։ Ինչու կառուցվեց եւ ինչպես կործանվեց այդ վեհաշուկ տաճարը։
Այս հարցերի շուրջ կարծիքները, վարկածները բազմաթիվ են։ Դժվար է ընդունել դրանցից մեկը եւ հերքել մյուսները։ Գուցե Զվարթնոցն էլ Սուրբ գրքի տողերի նման ընկալման, մեկնության մի քանի շերտ ունի։ Մի բան ակնհայտ է. Հայաստանում կառուցված 4 զվարթնոցատիպ տաճարներն էլ կործանվել են։